Դիանա Գրիգորյանի հերթական վերջին զանգը հեռուստասերիալը մոտենում է իր ավարտին։ Սերիալն ամիսների ընթացքում ոչ միայն գրավեց հեռուստադիտողի ուշադրությունը, այլև դարձավ ամենաքննարկվող թեմաներից մեկը սոցիալական ցանցերում, լրատվական հարթակներում, ընտանիքներում, անգամ տրանսպորտում։ Սա այն նախագծերից էր, որը միացրեց սերունդներին, ստիպեց լացել, զայրանալ, սիրել, ատել, քննարկել և ամեն անգամ սպասել հաջորդ սերիային, ինչպես առաջին օրվանից։ Արտաշես Մխիթարյանի խաղն ուղղակի աննկարագրելի էր, նրա խաղը սերիալի առանցքային ուժերից էր, Սոսի կերպարի մեջ եղել է ցավ, տղամարդու անարդար ճակատագիր, հայրական խորը սեր, երբեք չմարող հավատարմություն։ Արտաշես Մխիթարյանն այս դերում մեկ անգամ ևս ապացուցեց, որ հանդիսատեսի սրտերը գրավելու համար երբեմն բառեր պետք չեն, բավական է հայացքը։ Ռոզա Դավթյանն այս հեռուստասերիալում ամենասիրված կերպարներից մեկին մարմնավորեց։ Անգելինայի կերպարն անցավ հսկայական ճանապարհ, անկեղծ նուրբ աղջկանից դեպի խաբված ու ցավոտ կոտրված հոգի, դեպի ուժեղացած, արդարություն պահանջող կին։ Նրա ամեն արցունքը դառնում էր իսկական, նա կերպարը զգում էր այնպես, ինչպես պետք է մատուցեր հեռուստադիտողին։ Վերջին զանգը սերիալը դարձավ վերջին տարիների ամենաբարձր ռեյտինգ ունեցող նախագծերից մեկը։ Հայտնի է, որ երեկոյան ժամերին առաջին տեղում գրեթե բոլոր օրվա հեռուստադիտումները վերջին զանգին էին։ Հատկապես սոցիալական ցանցերը լցված էին կադրերով, տեսանյութերով, քննարկումներով, յուրաքանչյուր նոր հրապարակում հավաքում էր տասնյակ հազարավոր դիտումներ ու մեկնաբանություններ։ Սերիալը քննարկվում էր աշխատավայրերում, դպրոցներում, խանութներում, քաղաքի անկյուններում, հանդիսատեսն այնքան էր մտնում սյուժեի մեջ, որ հերոսներին ընդունում էր ոչ թե որպես դերասաններ, այլ իրական մարդիկ, իրական խնդիրներով։ Այս նախագիծը իր մեջ ուներ այն ամենը, ինչ սպասում են հայկական հեռուստասերիալը դիտողները։ Սերն այստեղ միայն զգացմունք չէր, այլ պայքար, տառապանք, պատասխանատվություն։ Դիանա Գրիգորյանին հատուկ էր սերիալում ինտրիգների ստեղծումը, որոնք բացահայտվում էին ամենաանսպասելի պահերին։ Ինչպես միշտ Դիանա Գրիգորյանն արծարծեց ընտանիքի թեման, ցույց տվեց, թե որտեղ է ցավը և երջանկությունը ընտանիքի ներսում։ Յուրաքանչյուր հերոս անցավ իր դաժան ճանապարհը և ոչ մի պատմություն թերի չմնաց։ Վերջին սերիաները, որոնք այժմ գնալով մոտենում են ավարտին, ըստ երևույթին կլինեն ամենահուզիչը։ Ծնողական բացահայտումներ, ներողություն կամ հրաժարում, սիրո վերագտնում կամ կորուստ, նոր ընտանիքների կազմավորում մյուսի փլատակների վրա։ Սա այն սերիալն է, որը մարդիկ երկար կհիշեն, որովհետև այն ոչ միայն սցենար էր, այլ ամբողջությամբ ապրած զգացմունք։ Սերիալի յուրաքանչյուր կադրում թաքնված է մի ամբողջ ստեղծագործ մարդկանց բանակ, ամիսներ շարունակ արված դժվար աշխատանք և իհարկե մեծ ծախսեր, որոնք մենք երբեք չենք տեսնում էկրաններին։ Վերջին զանգը հենց այսպիսի արտադրություն է լեցուն կյանքով, խորը պատմություններով և հերոսներով, որոնք ապրում են մեր կողքին։ Յուրաքանչյուր կերպար, սկսած գլխավոր հերոսներից մինչև երկրորդական դրվագների դերակատարները պահանջում են պրոֆեսիոնալ մոտեցում, հոգատար աշխատանք, կրկնօրինակումներ ու անսահման նվիրվածություն։ Այդ ամենի կողքին կանգնած են ռեժիսորը, օպերատորը, ձայնի և լուսավորության մասնագետները, հսկայական տեխնիկական անձնակազմը։ Նրանք են, որ ֆիլմին տալիս են շունչ, շարժում, կյանք։ Նկարահանման ցանկացած օր մի փոքրիկ մարտահրավեր է՝ լույսեր, օբյեկտիվներ, տեսախցիկներ, ձայնային համակարգեր, սարքավորումներ, որոնք պետք է աշխատեն անթերի։ Բացի տեխնիկան կան նաև տեղանքի ընտրություն, դպրոց, բնակարան, բակեր, դասասենյակներ, յուրաքանչյուր լոկացիա իր ծախսերն ու դժվարություններն ունի, և ամեն ինչ պետք է ընտրվի այնպես, որ հերոսների պատմությունը բնական ու կենդանի լինի։ Նկարահանված հարյուրավոր ժամերը միահյուսվում են մոնտաժի սենյակում, դառնալով մի ամբողջական պատմություն, ձայնը հղկվում է, գույները սրվում, ավելացվում է երաժշտությունը, հնչյունային շեշտադրումները։ Արդյունքում ստացվում է այն, ինչ հանդիսատեսը տեսնում է էկրանին՝ գեղեցիկ, ամբողջական և ապրող։ Այս սերիալը մեծ թիմային աշխատանք է, բազմաթիվ դերասաններ, հետաքրքիր դրվագներ, ընտանեկան լարվածություն։ Այս ամենը պահանջում է ոչ միայն ստեղծագործ միտք, այլև մեծ ֆինանսական ու
մարդկային ռեսուրսներ, բայց հենց այս մեծ աշխատանքն է, որ սերիալին տալիս է իր ուժը, այն դառնում է իրական, մոտ եւ ապրող։ Վերջին զանգն այն ստեղծագործություններից է, որտեղ զգացվում է, որ յուրաքանչյուր մասնագետ ունի իր ձեռագիր։ Դե ինչ, իսկ Վերջին զանգը հեռուստասերիալին մնացել են ընդամենը հաշված սերիաներ, իսկ այժմ ամենաինտրիգային պահերն է։ Ինչպես է վերաբերվելու Անգելինան Միքայելին, ինչ խոսքերով է նրան նեղացնելու եւ ինչ է ասելու այն ամենից հետո, ինչ Միքայելը նրա համար արել է։ Իհարկե, դեռ ամենահետաքրքիրը առջևում է, արդյոք Անգելինան կների ու կհասկանա Հենրիին, թե կփորձի բաժանվել։ Իհարկե Հենրին նրան մենակ չի թողնի կյանքի ցանկացած իրավիճակում, բայց արդյոք նրանք կարող են երջանիկ լինել։ Հեռուստասերիալի սկզբում Դիանա Գրիգորյանը հենց այդպիսի հարցով էր սկսել հարցազրույցը. արդյոք նրանց սերունդներին կհաջողվի երջանիկ լինել, թե նրանք էլ դժբախտ կլինեն ինչպես իրենց ծնողները։ Այս ամենը կպարզենք ընդամենը օրեր անց, բայց մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին եւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, թե արդյոք Դիանա Գրիգորյանն այս ամիսների ընթացքում կարող է արդարացնել ձեր սպասելիքները եւ ինչ եք կարծում, ավարտը լինելու է այնպես, ինչպես սպասում է հեռուստադիտողը։ Արդյոք հանգուցալուծումները լինելու են այնպիսին, ինչպիսին հեռուստադիտողներն էին ուզում։